Մարսուրենյան ծորեր առաջ կոչով գումել էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին կոչ անելով դուրս գալ ընտրապայքարից, ինչն էր դարել նման կոչի պատճառ։ Գիտեք, ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր պատերազմից հետո անդամագրվում են ԿՊ-ին, որովհետև դա նույնն է, որ ինքնակամ կամ այլ պատճառով նույնանաս ազգակործան պատուհասի հետ ու նրա քաղաքականության հետ։ Այնուամենայնիվ, նախկինում ճանաչելով Սարիկ Մինասյանին, կարծում էի, որ նա անդամագրվելով ԿՊ-ին ինչ-որ բարի ցանկություն է ունեցել քաղաքին օգտակար լինելու, բայց վերջին 20 օրերին տեղի ունեցան երկրում իրադարձություններ, որ նույնիսկ այն վատ իրավիճակի հետ համեմատ կտրուկ իրավիճակ փոխվեց արմատապես, այսինքն նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, այդ ադրբեջանական բոլոր պահանջների կատարումը, որոնք ըստ էության տանում են Հայաստանի պետականության լուծարման։ Բայց դա ինչ կապ ունի ընտրությունների հետ։ Շատ պարզ կապ ունի, ես այդ կոնտեքստում դիմեցի Սարիկ Մինասյանին, որպեսզի հեռանա ընտրապայքարից չնույնանալով ազգակործան կապիտուլյանտների հետ։ Հիմա ասում եք, ինչ կապ ունի։ Դիմ ընտրությունները կուսակցական ընտրություններ են։ Եթե կուսակցական ընտրություններ չլինեին, Սարիկ Մինասյանը ինքնաառաջադրված լիներ կամ վայելեր սոսկ ԿՊ աջակցությունը, ոչ թե կուսակցության կողմից առաջադրված լիներ համամասնական ցուցակով, գուցե չդիմեի։ Բայց այս պարագայում ես կարծում ցանկացած արժանապատիվ մարդ այդ թիմի հետ նույնացումից պիտի խուսափի։ Սա է եղել դիմումի միտումը։ Բայց տեսեք, ինքն արդեն երբ որ դիմում ներկայացրեց ԿՊ-ին անդամակցելու, ձեզ համար պարզ չէ, որ ինքը ըստ էության նույնականացվում է եւ ինքն էլ ասում է, որ այո, ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, պարզ էր, բայց վերջի ասեցի, այն ժամանակ ինքը կարող էր դա հիմնավորել նրանով, որ քաղաքին հոգուտ տալու համար, հա, փորձել է ԿՊ ցուցակի արտոնությունները օգտագործել եւ այլն, բայց վերջի 10-20 օրերին երկրում արմատական վիճակ է փոխվել, էլի եմ կրկնում։ Չէ, նույնիսկ այն վատ իրավիճակի համեմատ ավելի մեկ մակարդակով դեպի անկում եւս մեկ քայլ են կատարել, այսինքն Հայաստանի Հանրապետությունը անվերապահ համաձայնել է Ադրբեջանի բոլոր պահանջներին եւ հրապարակավ նույնիսկ կառավարության ղեկավարի շուրթերից խոստովանվում է, որ լողացող կամ սողացող կապիտուլյացիայի փուլում են գտնվում։ Ես կարծեցի, որ այդ հանգամանքը եւս մեկ անգամ Սարիկ Մինասյանին դիմելու առիթ է։ Եղավ արձագանք ԿՊ-ից, բայց ես ստիպված եմ դա մեջ բերել, ըստ էության ձեզ ուղիղ մեղադրում էին, որ ալկոհոլ եք օգտագործել այդ գրառումը կատարելիս, ծանոթ եք։ Ծանոթ եմ այդ արձագանքին, ծիծաղս գալիս է։ Ընդ որում իրանցից յուրաքանչյուրին ցանկացած պահի համատեղ թեստ անելու առաջարկ եմ անում, իրանցից յուրաքանչյուրին, ոչ միայն ալկոհոլի գծով, ցանկացած բանի գծով։ Հաստատ իրանք շատ ոչ շահեկան վիճակում են հայտնվելու։ Մեկ, երկրորդը կարծեմ իմ մասին չի Տշնամական պետության ղեկավար արտահայտվել հարբեցող ծաղրածու արտահայտությամբ։ Այդքան դուխով տղերք էին, թող ռիսկով երկու տող Ալիևի այդ հայտարարությանը պատասխանեին։ Ալիևի առաջ կզածները որոշում են ներսում ասլան դառնալ, հոխորտալ, այդ անհեթեթ հայտարարությանը չեմ արձագանքի, ուղղակի իմ համար խիստ զարմանալի էր, որ Նիկոլ Փաշինյանի սթափության մասին ԿՊ-ն եւ Ալիևը նույն գնահատականներ ունեն, չնայած եթե Նիկոլ Փաշինյանը սթափ լիներ, օյաղ լիներ, Արցախը չէր կործանի, Հայաստանի կեսն էլ ավերակների չէր վերածի։ Պարոն Սուրենյան, ակնհայտ է, որ Սարիկ Մինասյանը ընտրարշավից դուրս չի գալու, ակտիվ ընտրությունը ընտրարշավը ընթանում, դուք ինչ եք իրականացնում, որպես արդեն քաղաքական միավոր որպես։ Սարիկ Մինասյանի թեմային այլևս չեմ անդրադառնա այդ կոչիցս հետո, որտեղ ուսապարկերին անդրադառնալու սովորություն չունեմ։
Սարիկ Մինասյանը իմ համար սովորական ուսապարկ է։ Ուսապարկը անուն չի ունենում, 1, 2, 3 թիվ ամեն, չէ։ Դրա համար իր վրա այլևս չեմ ծանրանա, մանավանդ որ թե Երևանում թե այստեղ իմ գլխավոր հակառակորդը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա ինքը ակտիվ ընտրաշեվ չի անում, վարչական ռեսուրսի չարաշահում է անում։ Եթե ուշադիր նայեք իրանց ցուցակի կառուցվածքը, այդ այցերը Գյումրի, հա, օրինակ Գյումրու հետ կապված մարդ եք, երևի կհաստատեք։ Հիշում եք երբևէ, որ այսքան նախարար այցելած լինի Գյումրի։ Հնգամյա պլանը կատարել են։ Իհարկե ընտրությունից հետո էլի Գյումրին մոռանալու են իրանք ակնհայտորեն։ Կամ երբ եք հիշում, որ Գյումրվա քաղաքապետը զբաղվեր առողջապահության խնդիրներով։ Ես էլի օրինակ եմ, կամ մանկապարտեզի բացումը, իրանք ցուցակի կառուցվածքն էլ իրանց ընտրարշավի ձևն էլ շատ նման է հանրապետական կուսակցության, մինչ հեղափոխական շրջանի հանրապետական կուսակցության ընտրարշավին ու այդ բաներին, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում են նախապատրաստում իրենք, իմ համար դա ակնհայտ է, շատ ակնհայտ է, եւ նույնիսկ ես կասկած չունեմ։ Ես ընդհանրապես իրանց մի բան կասեմ, որ իրանց առաջը նման է խրախճանքի ժանտախտից առաջ բոլոր առումներով։ Իսկ մենք ինչ ենք անում, մենք մեզ հասու միջոցներով 3 հարթության վրա շատ ակտիվ քարոզարշավ ենք իրականացնում։ Բակային հանդիպումներ, 2-ը թե 3 ունեցել ենք, շարունակելու ենք, հետո ընտրարշավը եզրափակելու ենք Դալիճային շատ մեծ հանդիպումով, ընտրարշավի վերջին օրերին, ակտիվ քարոզչական նյութերի տարածում մեր խմբեր ունենք, որոնք դռնեդռի սկզբունքով փորձում են մեր ծրագրերը հասու դարձնել գյումրեցիներին եւ մեդիա ռեսուրսների միջոցով քարոզչական նյութերի տարածում այսպիսի հարցազրույցներ մենք մեր աշխատանքը կատարում ենք երկու նպատակ ունենալով հասարակությանը ծանոթացնելով մեր ծրագրերին, սա քաղաքի մասով, այսինքն քաղաքային համատեքստի մասով, բայց այս ընտրությունները նաև շեշտված քաղաքական համատեքստ ունեն։ Այդ երկրորդ խնդիրն այն է, որ ընդդիմադիր այլ գործընկերների հետ համագործակցված թույլ չտանք քաղաքացիական պայմանագրի հաղթանակը։